Իմ անունը Մալիկ Ասան է։ Ես 68 տարեկան եմ եւ համաշխարհային ճանաչում ձեռք բերեցի, երբ արթնացա կոմայից եւ սկսեցի աղաղակել Հիսուս Քրիստոսին ներման համար։ Գահիրեի հիվանդանոցի սենյակում։ Ես տեսա նրան։ Ես տեսա Հիսուսին։ Աստված իմ, Հիսուս, ներիր ինձ։ Խնդրում եմ, 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 ողորմիր ինձ։ Ես չեմ ուզում այսպես մեռնել։ Ես չեմ ուզում մեռնել։ Հիսուս, ես ծեր մարդ եմ։ Ես երկար կյանք եմ ապրել այս քաղաքում։ Գահիրեն աղմկոտ է, շատ փոշի կա, մեքենաների ազդանշաններ եւ աղաղակներ։ Բայց 40 տարի ես լուր մարդ եմ եղել։ Ինձ հարգում էին։ Մեր թաղամասում բոլորը ճանաչում էին Մալիկին։ Նրանք ինձ ճանաչում էին, քանի որ ես ունեի բանալիները։ Բառացիորեն ես ունեի տեղի մզկիթի բանալիները։ Դա փոքրիկ մզկիթ էր, որը թաքնված էր երկու բնակարանային շենքերի միջև, բայց այն կարևոր էր մեզ համար։ Ամեն առավոտ, արևածագից առաջ, ես գնում էի այնտեղ եւ բացում ծանր փայտե դռները։ Ես միացրեցի լույսերը։ Համոզվեցի, որ գորքերը հարթ են դրված։ Ես պատրաստեցի աղոթքի տարածքը։ Դա պատվավոր պաշտոն էր։ Մարդիկ վստահում էին ինձ։ Երբ փողի շուրջ վեճեր էին լինում, նրանք դիմում էին Մալիկի մոտ։ Երբ մի երիտասարդ ուզում էր ամուսնանալ եւ խորհրդի կարիք ուներ, դիմում էր Մալիկի մոտ։ Ես հասարակության հենասյունն էի, ինչպես ինձ անվանում էին, համայնքի հենասյունը։ Բայց հենարանները քարից են պատրաստված, իսկ քարերը սառը։ Եվ եթե քարը բավականաչափ երկար կտրես, այն դատարկություններ կառաջացնի։ Գիտես, ես ստի մեջ էի ապրում, ոչ թե ինչ-որ մեծ սուտ, որը բոլորը տեսան։ Ես չեմ գողացել, ես ալկոհոլ չեմ խմել, ես հավատարիմ էի կնոջս Ֆաթիմայիս, բայց ներսումս, հոգուս խորքում ոչինչ չկար։ 20 տարի ես ամեն ինչ անում էի սպասվածի պես։ Ես խոնարհվում էի, բայց մտածում էի ուտելիքի մասին։ Ես աղոթք էի կարդում, բայց խոսքերը մնում էին կոկորդս, ինչպես չորավազը։ Ես այլևս չէի հավատում։ Չգիտեմ, թե ինչու սա պատահեց։ Գուցե տեսա, թե որքան տառապանք կար շուրջ բոլորը։ Գուցե դա պարզապես առօրյա էր, բայց ես ինձ դերասան էի զգում բեմի վրա։ Ամեն օր հագնում էի կոստյումս, սպիտակ գուլպաներ, գլխարկ, լուրջ բարեպաշտ արտահայտություն եւ խաղում բարեպաշտ Մալիքի դերը։ Դժվար է այդքան գաղտնիք պահել, երբ մարդիկ ակնածանքով համբուրում են քո ձեռքը։ Գիտես, որ խորքում դու թանկարժեք քար ես։ Ես հաճախ նստում էի Չեյհանի անկյունում, որտեղ կոտրված պլաստիկի աթոռներ կային։ Ես այնտեղ նստում էի ընկերներիս հետ։ Մտքենք նարգիլե էինք ծխում եւ խոսում քաղաքականության կամ լոլիկի գների մասին։ Երբեմն մեկը կրոնական հարց էր տալիս հարց, եւ բոլորը նայեցին ինձ։ Ինչ է մտածում Մալիկը։ Եվ ես տվեցի պատասխանը, որ նրանք ուզում էին լսել։ Ես գրքերից մեջբերումներ արեցի, առանց դրա մասին իսկապես մտածելու, բայց ես ինքս ինձ ծիծաղեցի, նրանց վրա, կամ գուցե լաց եղա դրանց պատճառով ինքս ինձ։ Չգիտեմ, դա միայնակ կյանք էր։ Իմ կինը Ֆաթեման իսկապես լավ կին է, հավատացյալ։ Նա աղոթում է արցունքն աչքերին։ Նա ողորմություն է տալիս աղքատներին, նույնիսկ երբ մենք ինքներս շատ բան չունենք։ Նա այնպիսի հիացմունքով նայեց ինձ, Մալիկ, ասաց նա։ Դու այս տան հոգևոր գլուխն ես։ Այս խոսքերը խոցում էին ինձ ամեն անգամ, երբ նա դրանք ասում էր։ Դրանք դանակի պես խրված էին իմ սրտում, որովհետև գիտեի, որ եթե նա իմանար, թե ինչ կա իմ հոգում, կսարսափեր։ Եվ հետո եկավ Ախմետը, իմ թոռը։ Նա հիմա 20 տարեկան է։ Նա լավ տղա է, բայց միշտ կպած է հեռախոսին։ Նա միշտ հեռախոսի վրա է, նույնիսկ երբ ուտում է, նույնիսկ երբ քայլում է, ամեն ինչ նկարահանում է։ Նա ուզում է լինել, ինչպես ասում են, ազդեցիկ անձնավորություն։ Նա ուզում է լինել հայտնի։ Նա սիրում է ինձ, բայց 150 տեսնում է սկրիմի պրիզմայով։ Մինչ նա ինձ հարցնում էր. «Պապիկ, պատմիր ինձ մի պատմություն հին օրերի մասին»։ Եվ ես պատմեցի, բայց երբեք չպատմեցի նրան իմ կասկածների մասին։ Դիմակս չհանեցի մինչև այն օրը,
երբ այն պատրվեց։ Սովորական երեքշաբթի էր, շոկ, օդը ծանր էր։ Ես գնում էի մզկիթ, կեսօրվա աղոթքի։ Բանալիներս գրպանումս էին։ Զգացի, թե ինչպես սառը մետաղը դիպավ ոտքս։ Մտածում էի տուն վերադառնալիս հաց գնելու մասին։ Սովորական մտքերը, իսկ հետո աշխարհը գլխի վայր շրջվեց։ Կարծես ինչ-որ մեկը մուրճով հարվածել էր կրծքիս։ Տեսողությունս մտնեց։ Փորձեցի բռնել պատը, բայց ձեռքս սահեց կոպիտ քարի վրա։ Չէի կարողանում շնչել։ Զգում էի, որ փիղ էր նստած կրծքիս վրա։ Հիշում եմ ընկագետնին։ Հիշում եմ փոշի կար բերանումս։ Հիշում եմ տեսա, թե ինչպես էին մարդիկ վազում դեպի ինձ։ Հետո ոչինչ, միայն խավարծ։ Հետո ինձ պատմեցին, թե ինչ է պատահել։ Ուժեղ սրտի կաթված։ Ինձ շտապ տարան հիվանդանոց։ Բժիշկները երկար ժամանակ աշխատում էին ինձ վրա։ Նրանք նորից ստիպեցին սիրտս բաբախել։ Բայց ես չարթնացա։ Ես կոմայի մեջ էի։ Ես կոմայի մեջ էի 3 օր։ 3 օր լռություն իմ մարմնի համար, բայց ոչ հոգու համար։ Այն լռություն չէր, այն ճիչեր էր։ Իմ ընտանիքը հավաքվել էր հիվանդասենյակում։ Ֆաթիման ամեն րոպե այնտեղ էր։ Նա բռնել էր ձեռքս, աղոթում էր ինձ համար։ Նա լաց էր լինում։ Իմ որդիներն այնտեղ էին, եւ Ահմեդն այնտեղ էր։ Խեղճ Ահմեդ։ Նա չգիտեր ինչ անել։ Նա վախեցած էր, ուստի արեց այն, ինչ միշտ անում էր։ Նա հանեց հեռախոսը եւ սկսեց նկարահանել։ Նա չէր ուզում անհարգալից լինել։ Մենք պետք է հասկանանք այսօրվա երիտասարդությանը։ Նկարահանումները նրանց միջոցն են հասկանալու, թե ինչ է կատարվում։ Նա տեսանյութ նկարահանեց ընտանեկան WhatsApp չաթի եւ հնարավոր է սոցիալական ցանցերում իր ընկերների համար, խնդրելով նրանց աղոթել ինձ համար։ Նա ասաց. «Սա իմ պապիկն է, նա հրաշալի տղա է»։ Նա տեսախցիկը մոտեցրեց դեմքիս, հետո ասաց, որ դեմքս հանգիստ էր։ Ես նման էի։ Ես կարծես պարզապես քնած էի։ Պարզապես մի քաղցր կրոնասեր ծերունի, որը քնած էր։ Բայց ես չէի քնած։ Ես ճանապարհորդում էի։ Ես մի տեղում էի, որը այնտեղ չէր։ Սկզբում մութ էր։ Մթություն ավելի խիտ էր, քան ես երբևէ տեսել էի։ Զգացողություն էր, որ կենդանի թաղված եմ։ Ես գիտակից էի, բայց մարմին չունեի։ Ես պարզապես միտք էի մթության մեջ։ Ես վախեցած էի։ Այնքան վախեցած, որովհետև գիտեի, պարզապես գիտեի, որ մահացած եմ, եւ գիտեի, որ դիմակս դեռ ինչ-որ տեղ այնտեղ է։ Մզկիթի բանալիները չէին կարող օգնել ինձ։ Հարևաններիս հարգանքը չէր կարող օգնել ինձ։ Ֆաթիմայի աղոթքները չէին կարող հասնել ինձ։ Ես մենակ մնացի իմ կեղծավորության հետ։ Ես փորձեցի խոսել, արդարանալ։ Ես լավ մարդ էի։ Ես նվիրաբերություն արեցի բարեգործական կազմակերպություններին, բայց խավարը կուլ տվեց իմ խոսքերը։ Եվ հետո տեսարանը փոխվեց։ Այն չփոխվեց ինչպես ֆիլմում։ Այն նման էր զարթոնքի։ Հանկարծ լույս եղավ, բայց դա արև չէր։ Այն կանգնած էր այնտեղ։ Ես ասացի. կանգած, բայց այն ավելի շատ նման էր լույսի լեռան։ Սկզբում ես չէի կարողանում նայել նրա դեմքին։ Այն չափազանց պայծառ էր։ Այն այրում էր, բայց դա հաճելի ջերմություն էր։ Ինչպես երբ ձեռքերդ սառած են եւ դու դրանք մեկնում ես կրակին։ Ցավում է, բայց բուժում է։ Ես ծնկի իջա։ Չգիտեմ ծնկներ ունեի թե ոչ, բայց ընկա ու հասկացա թե ով էր։ Ինձ պետք չէր, որ ինչ-որ մեկը նրան ներկայացներ։ Մեր մշակույթում մենք հարգում ենք Հիսուսին։ Նրան մարգարե ենք անվանում։ Մենք ասում ենք խաղաղություն լինի նրա վրա։ Բայց սա պարզապես մարգարե չէր։ Մարգարեները մարդիկ են։ Մարգարեները ուղերձ են գրում։ Այս մարդը հենց ուղերձն էր։ Նա հեղինակություն էր, նա թագավոր էր։ Ես ինձ այնքան աննշան էի զգում։ Ես ինձ զգում էի փոշու մի կտորի պես։ Եվ ես ամաչում էի ոչ միայն իմ կեղտոտ հագուստից, այլև իմ կեղտոտ հոգուց։ Այս ամենը տարիներ շարունակ, կեղտավորություն, կնոջս, համայնքիս, ինքս ինձ ստելու բոլոր այդ տարիները, այդ ամենը ցուցադրաբար էր դրված։ Այս աշխարհում գաղտնիքներ չկային։ Նա ամեն ինչ գիտեր։ Նա գիտեր ցինիզմի մասին, գիտեր դատարկ աղոթքների մասին, գիտեր հպարտության մասին։ Ես սպասում էի, որ նա ինձ հարվածի։ Ես սպասում էի պատժի։ Ես արժանի էի դրան։ Ես սպասում էի, որ նա ասի. «Հեռացիր ինձնից, կեղծավոր»։
Ես դողում էի։ Ես այնքան էի դողում, որ կարծում էի, թե կփշրվեմ։ Եվ հետո նա խոսեց։ Նրա ձայնը որոտալից չէր։ Այն նման էր անապատում ջրի շշուկին։ Այն հանգիստ էր, բայց հզոր։ Նա ինձ անունով կոչեց Մալիք, պարզապես Մալիք։ Եվ այն ձևով, որ նա արտասանեց իմ անունը, ես սեր զգացի։ Կարող եք պատկերացնել։ Ես Խաբեբա եմ, մի ծեր սրիկա։ Ես նրա համար թանկ էի։ Նա մոտեցավ։ Ես վեր նայեցի։ Դժվար է նկարագրել։ Դա նկար չէր։ Դա նման չէր արևմուտքում տեսնվող պատկերներին։ Դա իրական էր։ Նրա աչքերը ուղիղ նայում էին իմ միջով, բայց դրանց մեջ զայրույթ չկար։ Դրանց մեջ տխուր ուրախություն կար։ Նա ձեռքը մեկնեց, եւ ես տեսա մի սպի։ Ես տեսա նրա դաստակի վրա նշանը։ Եվ նույն այդ վայրկյանին ես հասկացա այն ամենը, ինչ չէի հասկացել։ 68 տարեկան։ Ես հասկացա, թե ինչու կշեռքը երբեք հավասարակշռված չէր։ Ես հասկացա, թե ինչու էի միշտ զգում, որ իմ բարի գործերը բավարար չեն, որովհետև դրանք բավարար չէին։ Նա այստեղ էր։ Նա ասաց ինձ. «Դու դրան բանալիները պահեցիր, բայց երբեք չանցար դրանով։ Ես այդ դուռն եմ, իմ սուտը։ Տուր ինձ քո բեռը, տուր ինձ քո սուտը։ Ես արդեն վճարել եմ դրա համար»։ Դա կոտրեց ինձ։ Դա ամբողջությամբ կոտրեց ինձ։ Երազում ես լաց եղա։ Ես ուզում էի ընկնել նրա ոտքերի տակ։ Ես ուզում էի հավերժ մնալ այնտեղ։ Ես զգացի թեթևություն, կրծքիս ծանրություն, որը չեմ կարող բացատրել։ Անհետացավ։ Մահվան վախը անհետացավ։ Ես ինձ մաքուր զգացի։ Կյանքումս առաջին անգամ ես ինձ մաքուր զգացի։ Եվ հետո նա սկսեց անհետանալ։ Կամ գուցե ես է որ սկսեցի անհետանալ։ Նա ասաց. «Գնա, ասա նրանց, մի վախեցիր։ Ես քեզ հետ եմ»։ Եվ հետո լույսը անհետացավ։ Ես զգացի քամու պորտկում։ Ես զգացի ձգողականության ուժը։ Ես զգացի ցավ։ Վերադարձավ սեփական մարմնի զգացողությունը, մեքենաների ազդանշանը, մեքենայի մոտ կանգնած մարդիկ, հակասեպտիկի հոտը։ Բացեցի աչքերս եւ առաջին զգացողությունը հուսահատությունն էր։ Ես պետք է նրան ասեի։ Ես պետք է համոզվեի, որ նա գիտի, որ ես համաձայն եմ։ Ես պետք է աղաչեի նրան, որ չլքի մեզ։ Ես մոռացա, թե որտեղ եմ։ Ես մոռացա հիվանդանոցի մասին։ Ես մոռացա ընտանիքիս մասին։ Ես նստեցի։ Դա անհնար էր։ Բժիշկն ասաց, որ չպետք է այդքան արագ ուշքի գամ, բայց ես նստեցի անկողնում եւ գոռացի։ Ես չշշնջացի, չխոսեցի քաղաքավարի, ամբողջ սրտով գոռացի. «Իսա, Իսա, ներիր ինձ։ Ես մեղավոր եմ։ Իսա Ալմասի, փրկիր ինձ, մի թող ինձ։ Ես քեզ եմ պատկանում»։ Ես գոռացի։ Արցունքները հոսում էին դեմքիս վրայով եւ կաթում մորուքիս մեջ։ Ես ձեռքերս մեկնեցի առաստաղին, փորձելով բռնել տեսիլքում տեսած ձեռքը։ «Տեր, ողորմիր ինձ»։ Ես սա գոռացի անընդհատ, եւ սենյակի անկյունում Ահմեդը նկարահանեց։ Նա նկարում էր, թե ինչպես եմ խաղաղ քնած, եւ հանկարծ հանգիստ ծերունին պայթում է։ Նրա ձեռքում հեռախոսը դողում է։ Կարող եք տեսնել տեսանյութում։ Տեսախցիկը սարսափելիորեն դողում է։ Կարող եք լսել կնոջս գոռոցը. «Մալիք! Մալիք!» Նա կարծում էր, որ ես մահանում եմ։ Նա կարծում էր, որ ես ցնցում եմ ունենում կամ խելագարվել եմ։ Բուժքույրերը վազում էին, բժիշկները վազում էին. «Բռնեք նրան! Բռնեք նրան!» Մեկը գոռաց։ Նրանք ինձ պառկեցրին մահճակալին։ Նրանք փորձեցին ինձ զսպել, բայց ես շարունակում էի գոռալ. «Նա բանալին է, նա կյանքն է, Հիսուս Քրիստոս»։ Ինձ համար միևնույն էր, ինչ որ մեկը լսում է ինձ, թե ոչ։ Ինձ համար միևնույն էր, թե Եգիպտոսի նախագահը լսում է ինձ, թե ոչ։ Մե ինձ, թե ոչ։ Ես տեսա ճշմարտությունը, եւ երբ տեսնում ես արևը, չես կարող շղթել նրա լույսը։ Ի վերջո, նրանք ինձ խաղաղություն տվեցին։ Ես ֆիզիկապես հանգստացա, բայց սիրտս բաբախում էր։ Աչքերս լայն բաց էին։ Ես նայեցի Ֆատիմային։
Նա կուչ էր եկել մի անկյունում եւ սարսափով նայում էր ինձ։ Ոչ թե որովհետեւ ես հիվանդ էի, այլ այն պատճառով, ինչ ես ասել էի։ Նա գիտեր Աստծո անունները, նա գիտեր աղոթքները եւ հասկանում էր, որ ես աղոթում էի ոչ թե որպես մարգարեի, ոչ մի քիչ էլ որպես իր Աստծուն։ Սա հայհոյանք է։ Սա ամենավատ մեղքն է։ Դեղամիջոցի պատճառով ես նորից քնեցի։ Երբ արթնացա, աշխարհը փոխվել էր։ Ահմեդը, այս հիմար, բայց հրաշալի տղան, տեսանյութ հրապարակեց։ Նա չէր մտածում, թե ինչ է անում, պարզապես շոկի մեջ էր։ Նա այն հրապարակեց TikTok-ում, Twitter-ում։ Իմ պապիկը արթնացավ եւ տեսիլք տեսավ, գրել է նա։ Մինչև ես արթնացա, միլիոնավոր մարդիկ արդեն տեսել էին այն։ 1 միլիոն, այն ամենուր էր։ Իմ հարսը ցույց տվեց իր հեռախոսը։ Դրա ձեռքերը դողում էին։ Նայիր, հայրիկ, ասաց նա։ Նայիր, թե մարդիկ ինչ են գրում։ Ես նայեցի մեկնաբանություններին։ Օհ, ինտերնետը դաժան տեղ է։ Մարդիկ զայրացած էին։ Նրանք գրեցին. «Սա բեմադրված է։ Նայիր, թե ինչպես է նա վարվում»։ Նա փող է ուզում։ Մեկ ուրիշը գրեց. «Սա արհեստական բանականության կողմից ստեղծված է»։ Եգիպտոսից ոչ մի ծերունի չի խոսում։ Ստախոսը ինձ Ստախոս անվանեց։ Նրանք ինձ խելագարդ ծեր հիմար անվանեցին։ Նրանք ինձ անհավատ անվանեցին։ Նա դավաճանել է իր մշակույթին, գրել է մեկը։ Նա պարզապես զառանցում է իր դեղորայքի պատճառով, ասել է մեկ ուրիշը։ Բայց ես կարդացի դրանք եւ խաղաղություն զգացի։ Տարօրինակ է, չէ՞։ Ես ապրում էի այս մարդկանց հավանության համար։ Ես ապրում էի նրանց հենարանը լինելու համար։ Ես ապրում էի հարգված լինելու համար։ Իսկ հիմա ամբողջ աշխարհը կամ ծիծաղում էր ինձ վրա, կամ ատում էր ինձ։ Բայց ես չէի անհանգստանում, որովհետև գիտեի, թե ինչ էի տեսնում։ Դա ինձ հիշեցրեց Սուրբ գրքից մի պատմություն։ Գիտեք, թե ում մասին եմ խոսում։ Կույր ծնված մարդու մասին։ Կրոնական առաջնորդները անընդհատ հարցնում էին նրան. «Ով բժշկեց քեզ, նա մեղավոր է»։ Եվ նա պարզապես պատասխանեց. «Լսիր, ես ոչինչ չգիտեմ քո աստվածաբանության մասին։ Ես միայն մեկ բան գիտեմ։ Ես կույր էի եւ հիմա տեսնում եմ։ Դա ես էի։ Ես կույր էի, հիմա տեսնում եմ»։ Հաջորդ մի քանի շաբաթները դժվար էին, շատ դժվար։ Երբ հիվանդանոցից տուն վերադարձա, մթնոլորտը լարված էր։ Ֆաթիման ինձ չնայեց։ Նա թեյ լցրեց ինձ համար, բայց չնայեց վերև։ Նա վշտացած էր։ Նա կարծում էր, որ ես դժոխք եմ գնալու։ Նա կարծում էր, որ ընդմիշտ կորցրել է ամուսնուն։ Նրա ցավը տեսնելն ավելի վատ է, քան սրտի կաթված ստանալը։ Հարևանները դադարեցին ինձ մոտ խորհուրդ հարցնելու։ Երբ ես գնում էի շուկա, մարդիկ շրջվում էին կամ շշնջում. «Ահա մի խելագար, ահա մի նահանջ»։ Մզկիթի կոմիտեն միստ գումարեց։ Նրանք խնդրեցին բանալիները վերադարձնել։ Նրանք չասացին, որ դա տեսանյութի պատճառով է։ Նրանք ասացին. «Մալիք, դու չափազանց հիվանդ ես այս պատասխանատվությունը կրելու համար։ Քեզ հանգիստ է պետք»։ Բայց մենք բոլորս գիտեինք ճշմարտությունը։ Ես հանձնեցի բանալիները։ Ծանր երկաթյա բանալիները, որոնք պահել էի 40 տարի։ Ես դրանք դրեցի Իմամ Շեյխ Ամարի ձեռքը եւ թեթևություն զգացի։ Ես այլևս այլասերված չէի։ Ինձ պետք չէր ձևացնել։ Իմամ Շեյխ Ամարը լավ մարդ է, իր ձևով։ Նա եկավ ինձ այցելելու, նստեց իմ հյուրասենյակում։ Նա խմեց իմ թեյը։ Նա փորձեց ինձ հետ տրամաբանել։ «Մալիք», մեղմ ասաց նա, «դու շփոթված ես։ Ուղեղը տարօրինակ բաներ է անում, երբ բավարար թթվածին չունի։ Դա պարզապես երազ էր։ Դու չպետք է հրաժարվես քո ամբողջ կյանքից հալյուցինացիայի պատճառով»։ Ես նայեցի նրան։ Ես սիրում եմ այս մարդուն։ Մենք տասնամյակներ շարունակ աղոթել ենք Աստծուն, ասացի ես նրան։ Ամար, եթե դա երազ էր, ինչպես եմ ես տարբերվել։ Նա շփոթված նայեց ինձ։ Ինչ ես նկատի ունենում։ Ես ասացի. դու ինձ ճանաչում ես։ Գիտես, որ ես հպարտ էի։ Գիտես, որ ես հակված էի ուրիշներին դատելու։ Գիտես, ես սիրում եմ իմ սեփական ձայնի հնչողությունը։ Նայիր ինձ հիմա։ Ես կորել եմ։ Ես կորցրի իմ դիրքը։ Ես կորցրի շրջապատի մարդկանց հարգանքը, բայց երբեք այսքան երջանիկ չէի եղել։
Ես ուրախություն գտա, ամար։ Կարող է հալյուցինացիան քեզ մաղաղություն տալ, որը գերազանցում է ամեն հասկացողություն։ Կարող է թթվածնի պակասը թեթևացնել մահվան վախը։ Նա չգիտեր ինչ ասեր։ Նա պարզապես մի կում արեց թեյից եւ նայեց գորքին։ Ես նրան պատմեցի սուրբ գրությունների մասին։ Այն համարի մասին, որն ասում է. եթե բերանովդ Տեր Հիսուսին խոստովանես եւ սրտովդ հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես։ Ես նրան ասացի, որ խոստովանում էի սա նույնիսկ նախքան գիտակցել է, թե ինչ եմ անում։ Բարերը հոսում էին ինձնից ինչպես շատրվան։ Ամառը տխուր ժպտաց։ Ջուրը չես կարող նորից շատրվան լցնել։ Այն այլևս չվերադարձավ։ Իմ հարաբերությունները Ֆաթիմայի հետ աստիճանաբար բարելավվում են։ Ես նրան քարոզ չեմ կարդում, ես չեմ վիճում, ես պարզապես սիրում եմ նրան։ Ես նրան սիրում եմ ավելի շատ, քան առաջ, որովհետև նախկինում ես ասիրաբար էի սիրում նրան։ Հիմա փորձում եմ սիրել նրան այն սիրով, որը տեսա տեսիլքում։ Ես ծառայում եմ նրան։ Ես լսում եմ նրան։ Երբեմն տեսնում եմ, որ նա հետևում է ինձ։ Նա տեսնում է փոփոխությունները։ Նա տեսնում է, որ զայրույթը վերացել է։ Նա տեսնում է, որ դառնություն անհետացել է։ Նա հետաքրքրասեր է եւ հոգ է տանում նրա մասին։ Բայց նա հետաքրքրասեր է։ Եվ Ահմեդը, իմ թոռը, TikTok-ից, բոլորից ամենազարմացածն է։ Նա կարծում էր, որ դա պարզապես զվարճալի վիրուսային պահ կլինի։ Բայց հիմա նա տեսնում է, որ ես հեռախոսով Աստվածաշունչ եմ կարդում։ Նա հարցեր է տալիս ինձ. «Պապիկ, ինչպիսին էր նա։ Դեժ կա, վախեցար։ Դեժ կա, ինչու է սա»։ Մենք երկար ժամանակ խոսում ենք։ Ուշ գիշեր ես նրան ասում եմ. «Ահմեդ, դու ապրում ես լայքերի համար։ Ապրում ես մեկնաբանությունների ես մեկնաբանությունների համար։ Բայց կա միայն մեկ լսարան, որը կարևոր է։ Կա միայն մեկ իմաստալից լայք, թագավորի հավանությունը։ Կարծում եմ նա լսում է ինձ։ Կարծում եմ սերմ ընկավ բեռի հողի վրա։ Եվ ահա ես այստեղ եմ։ Ես 68 տարեկան եմ։ Իմ առողջությունը վատ է։ Հիանալի է։ Ծնկներս դեռ ցավում են։ Ես դանդաղ եմ քայլում։ Ես այլևս հասարակության հենասյունը չեմ։ Ես այն մեկն եմ, ով հայտնի դարձավ գոռալով։ Ոմանք կարծում են, որ ես կեղծավոր եմ, բայց ես գիտեմ ճշմարտությունը։ Ես մութ սենյակում էի, եւ ինչ որ մեկը վառեց լույսը։ Եվ ես չեմ կարող վերադառնալ խավար։ Ես չեմ վերադառնա խավար։ Եթե դուք լսում եք սա եւ զգում եք, որ դիմակ եք կրում, կարծես դեր եք խաղում, եթե հոգնել եք այն դռան բանալիները բռնելուց, որից երբեք չեք անցնի։ Ես ուզում եմ ձեզ մի բան պատմել։ Նա իրական է։ Նա պարզապես պատմության հերոս չէ։ Նա պարզապես պատմական դեմք չէ։ Նա կենդանի է։ Նա կենդանի է։ Նա ինձ հանդիպեց իմ կոմայի մեջ։ Նա ինձ հանդիպեց իմ դժվարության մեջ եւ ներեց ինձ։ Եթե նա կարողացավ ներել ինձ պես համառ, ծեր, կեղծավոր մարդուն, ապա նա կարող է ներել ցանկացած մեկին։ Նա կարող է ներել ձեզ։ Իմ անունը Մալիկ է։ Ես նախկինում շենքի բանալիներն էի պահում, իսկ հիմա ես բռնել եմ փրկչի ձեռքը եւ ինձ ավելի ազատ եմ զգում, քան երբևէ։ Շնորհակալություն, որ լսեցիք իմ պատմությունը։ Աստված օրհնե ձեզ։